հետևորդներ, սիրելի ընկերներ, շատ կարևոր ծրագիր թեմա, բուսաբուժության բաժնից եթե կարելի ասել վերցնենք, բայց իրականում այստեղ մեկ այլ տարբերակ է, բնականաբար գործ ունենք բույսի հետ, ինչ է սա, սամիտ, թողնենք, ընթացիկ կներկայացնենք, ինչպես գիտեք, մենք տան ունենք փոքրիկ ձագուկ։ Արդեն մեր վլոգներին դիտելով, հետևելով շատերը գիտեք մեր հրաշքը եւ երեխաները այս ժամանակահատվածում նորածինները մինչեւ 2-3 ամսական, անգամ 5-6 ամսական տարբերակում, որը հիմնականում ամենաընթացիկ ժամանակահատվածն է այս խնդրի, ինչի մասն է խոսքը գազիկներ։ Այսինքն երեխան ունենում է իր փորիկում գազիկներ, կամ լինում է այնպես, որ դժվար է կարողանում իր կերածը մարսել դուրս գալ, ինչ պետք է անենք, բնականաբար պետք է օգնենք։ Կան տարբերակներ շատ, հիմա ընթացիկ կխոսեմ այդ մասին։ Ինչ պետք է անենք։ Բնականաբար դեղատներում վաճառում են ինչ-որ շատ հետաքրքիր տարօրինակ էլ բոբոդիկներ, էլ չգիտեմ ինչիկներ, ինչ է մեկ անունը։ Այնտեղ ինչ-որ տարօրինակ անուններով էսպոմիզան, սենց տուփերով, սենց փոքրիկ իր մեջ շատ քիչ, մեղրային տարբերակով, կարծես խտացած կաթի նման լինի, որ իբր գազիկների համար շատ լավ է, այնտեղ շատ քիչ լցված։ Լավ, դեռևս կմտածենք արժեքը թողնենք մի կողմ, բայց ինչու՞ չէ։ Գրեթե 2000 դրամ այդ մի փոքրը, որ չգիտեմ, արդյոք չեմ կարող ասել, զգում ենք, հասկանում ենք թե ոչ, որոշեցի պատրաստեմ ինքս, որը բոլորին շատ հայտնի է։ Առավել մեծ տարիքի մեծահասակ կանայք հարցերը կիմանան, գիտեն, լսել են, մինչև հիմա այն արկա է, ինչ ենք ասում, սամիթի ջուր։ Դեղատներում վաճառում են, իհարկե այնպիսի դեղատներում, որտեղ իրենք են մեծամասամբ պատրաստում դեղորայքի որոշակի տեսակներ։ Նմանատիպ դեղատներում պատրաստում են սամիթի ջուր։ Մենք վաղ հասակից գիտենք այդ մասին, ես ինքս դպրոցական եմ եղել, ինքս գնում էի սամիթի ջուրը դպրոցից տուն գալուց, որպեսզի բերեի իմ փոքրիկ բույրիկի համար։ Քանի որ այդ ժամանակահատվածը նա ընդամենը մի քանի ամսական էր։ Եվ այսպես, ինչ կա այնտեղ, ոչ մի դժվարին բան։ Ինքներս կարողանում ենք պատրաստել սամիթի ջուրը տանը, շատ պարզ, շատ հասարակ, ինքներդ կտեսնեք, ոչ մի բարդություն չկա երեխայի գազիկների համար։ Ինչպես ասում ենք ուկրոբնայա վադա, ռուսերեն տարբերակով կարող եք գրել, տեսնել այնտեղ տարբերակներ կան, բացատրում են, բայց ամենաանվնաս, անվտանգ այնպիսի մի բան է, որը ոչ մի խնդիր չունի, պատրաստման ընթացքը շատ հեշտ է եւ նորածին երեխայի համար շատ արդյունավետ։ Ինչպես կպատրաստենք, ինչպես երեխային դա կտանք, ինչ չափաբաժնով, ինչպես կօգտագործի, ընթացքում էլ կտեսնենք։ Ասեմ նաեւ, որ սամիթը, այստեղ ինչ ունենք, տեսեք սամիթ թար, իմիջիայլոց բավականին շատ է։ Այն կարող ենք շատ պատրաստել, բայց պետք չէ, որ մենք պատրաստենք չափից շատ, ունենանք մի քանի օրերով պահած, այսինքն մենք քիչ-քիչ կպատրաստենք։ Այս դեպքում մեր սամիթը բավականին շատ է, ինչը որ չենք հասցնի, բնականաբար ավել մասը թողնենք մի կողմ, այս դեպքում չլղկվելու չփչանալու համար խնդիր չկա, կարող ենք ուղղակի թողնենք չորանալ, դառնա չորացված խոտաբույս, ինչպես որ մշտապես անում եմ, ինքներդ տեսնում եք, այդ ժամանակ նույնպես չոր, արդեն չորացված սամիթը կարող ենք ուղղակի այն չափաբաժնով, ինչը որ ես կանեմ ցույց կտամ դες, կրկին պատրաստել։ Այս բայդրությամբ ես կվերցնեմ թարմ տարբերակը քիչ ճյուղերով, քանի որ երեխան փոքր է, մենք իրան տալու ենք շատ քիչ, կպատրաստենք քիչ չափաբաժնով, մնացածը կթողնենք հետոյի համար։ Նախապես նորից ասեմ, հիշեցնեմ, վերհիշեցնեմ նախորդ իմ թեմաներից խատուտիկի տարբերակով եւ այլն։ Այստեղ նորից խիստ զգուշացում։ Ով որ լսելու հետ, անցալելու հետ խնդիր ունի, ով որ շատ շտապ է, ինչպես ասում են, շատ վրազ է, կարող է այս էջից դուրս գալ, չդիտել, չլսել, չնայել եւ չփորձել իր անգրագիտության եւ տհասության սահմանները, ինչ որ մեկնաբանություն գրել, որ արագացա շուշուտ շուտարա, երկու բառ ասամ, եւ թող գնա, մեզ այդքանը բավական է։ Այսպիսի մարդիկ դուրս գան այս էջից, խոսելու եմ շատ, խոսում եմ, ու դեռևս պետք է խոսեմ այնքան, որ ովքեր չեն դիվանում, ուղղակի ցնցում ստանան, ինչպես կարելի ասել։ Եվ այսպես, հիմա ինչ ենք անում։ Ինչ ունենք այստեղ։ Ունենք շատ սովորական տարա, իր վրա փակվող հարմարավետ փայտյա տարբերակը, բայց ցանկացած կափարիչ կարող եք վերցնել, որևէ խնդիր չկա։ Այստեղ բավականին շատ է, մենք այսքանը չենք պատրաստելու։ Դե դանակը կա, ինչպես ասեցի, թարմ սամիթը կա։ Ունենք կտրատման տախտակը, ինչպես ենք անում, ինչ ենք պատրաստում, նորից շեշտեմ, կան տարբերակներ, որ ինչ-որ ավելացումներ կարելի է կատարել անել այդտեղ, բայց մեր դեպքում, այս դեպքում ոչինչ չենք անելու, միայն սամիթ։ Հեշտ, պարզ, հասարակ։ Հիմա դուք կտեսնեք, կդիտեք, ինչ եմ անում, ինչպես եմ կտրատում, ինչպես եմ պատրաստում, պարզ հասկանալի կլինի եւ ընթացիկ ելիք բացատրեմ ձեզ։ Եվ ինչ ունենք այստեղ, տաքացնում են ջուր, այսինքն պետք է ունենանք եղման ջուր։ Անցանք առաջ։ Դե ինչ, քանի որ ինձ մոտ սամիթը դեռևս այսքանը շատ է, ես կվերցնեմ մի փոքր փունջ։ Իմ պատկերացմամբ մոտ 100 գրամ։
Դե իհարկե պարտադիր լավ լվանում ենք հոսող ջրի տակ, ապա անցնում կտրատմանը։ Պոչերի մասի կոպիտ արմատային հատվածը կտրեցի, այնուհետև անցնում ենք ընդհանուր մանր կտրատելուն։ Կտրատեք ինչ չափ որ կցանկանաք, մանր, միջին, այնքան էլ կարևոր չէ, հարկավոր է, որպեսզի եռման ջուրը այն ամբողջը փափկացնի եւ հյութը դուրս բերի։ Դե ինչ պատրաստի կտրատված սամիթը տեղափոխում եմ ապակե տարայի մեջ, ինչպես որ տեսակ արդեն։ Ապա իր վրա ավելացնում եմ մոտ 100 գրամ եռացված ջուր, այսինքն մոտ 2 սուրճի բաժակ, աստիճանաբար քիչ-քիչ, որպեսզի ապակյա տարան տաքությունից չճակոտվի։ Դե իհարկե խառնելու համար օգտագործում եմ միայն փայտյա գդալ, ոչ մետաղական։ Դե ինչ, արդեն զանգվածը ինքն իրենով խառնում եմ, հարում եմ, թափահարում եմ, ապա փակում եմ որևէ հարմար կափարիչով եւ թողնում եմ թրմվելու, սառչելու մինչեւ սենյակային ջերմաստիճան։ Ապա դերևս քանի տաք է, այս տարբերակում իր վրա ավելացնում եմ կես թեյի գթար շաքարավազ մի փոքր քաղցրահամություն առաջացնելու համար։ Ինչպես տեսաք, ինչպես հասկացաք, այստեղ բարդ ոչինչ չկար պատրաստելու։ Իհարկե կան տարբերակներ, իր հետ կարելի էր կատարել այլ ավելացումներ, 2-3 անգամ 4 տարբերակներով, չեմ ասի ինչի մասն է խոսքը, դա թողնենք։ Այս պահի դրությամբ երեխան ընդամենը մի քանի օրական, ավելի ճիշտ կարելի ասել դեռևս 1 ամսական չկա, թողնենք այն բնական, ինչը որ կա, ինչը որ հենց դեղատներում պատրաստվում է, որևէ խնդիր չկա, անգամ որևէ կասկած, որևէ վտանգ չկա նման բան, հանգիստ կարող եք պատրաստել։ Դրա համար այս դեպքում պատրաստում ենք պարզ հասարակ տարբերակով, բայց կան ավելացումներ, որը կարող եք հուշել ձեզ։ Կարելի է շատ քիչ գդալի ծայրով ավելացնել շաքարավազ, այսինքն այնքան քիչ, որ ավելացնի դառնա մի փոքր քաղցրահամ, այսինքն մոտ մայրական կաթին։ Բնականաբար, եթե երեխան կրծքի կաթով է սնվում, այլ տարբերակում, այլ փոշի կաթերի դեպքում նույնպես լինում է քաղցրահամություն։ Կարելի է շատ քիչ գդալի ծայրով ավելացնել շաքարավազ, ըստ ցանկության երեխայի կողմից այդ համը զգալու համար։ Բայց այսպես թե այնպես, ինքը սամիթի ջուրը ունի շատ հաճելի համ, ինձ մշտապես դուր է եկել, երբեմն ինքս փորձել եմ երեխային տալու ժամանակ, այսինքն իմ փոքրիկ քույրիկին, ինքս խմում եմ, փորձում եմ տեսնել ինչ է եւ շատ դուր է գալիս։ Եթե որևէ մեկը չեք փորձել, փորձեք տեսեք ինչ հետաքրքիր համ ունի։ Եվ այսպես, ինչպես տեսաք, այն թողնում ենք թրմվի, այսինքն ամբողջությամբ սառչի դառնա սենյակային ջերմաստիճան։ Եվ ինչ կար այնտեղ պարզ հասարակ։ Մեզ պետք է, որ հենց սամիթի հյութը իր օգտակար հատկությունները դուրս գան հենց ջրին։ Տեսեք, ես այստեղ թվում է թե փոքրիկ քիչ եմ պատրաստել, բայց երեխայի համար բավական է, գրեթե 1 ամսվա մենք արդեն ունենք։ Իհարկե, այն չեմ պահի այդքան երկար, մի քանի օրը մեկ ես կպատրաստեմ, եթե ավելացնի կթափենք նորը կպատրաստենք, բայց իհարկե պահվելու է սառնարանում կամ սառը ինչ-որ միջավայրում։ Սամիթի հետ կապված այստեղ անցնենք մի փոքր այլ թեմայի, որպեսզի ծրագիրը շատ երկարացնեմ, այո շատ հետաքրքիր կհետաքրքրի ձեզ, պարզապես այսպես հուշեմ, որին կանցնենք անդրադառնանք հետո այլ բլոկ տարբերակներով ինչ է սամիթը։ Ընդհանրապես բուսականության աշխարհում այո կան վտանգավոր տարբերակներ, մինչև չիմանաք բույսի հետ գործ ունեք, մինչև այն կարող է լինել մահացու, բայց մեծամասամբ այն ինչ կա, տեսնում ենք բոլորը ունեն բուժիչ հատկություններ, ինչ-որ բանի համար են նախատեսված, ստեղծված, միգուցե Աստծո կողմից եւ ամենը ունեն իրենց հատկությունները։ Այս դեպքում նույնպես սամիթը միայն գազիկների համար չէ։ Հա, ինչու՞ չէ։ Մեզ մեծերից, մեծահասակներից համար մարսողության հետ կապված խնդիրների դեպքում է շատ լավ, այլ թուրմեր կարող ենք պատրաստել օրգանիզմ մաքրելու, բուժման համար, սրանք այլ թեմաներ են,
Իսկ նաև հուշեմ շեշտեմ, որ հենց սա միտով կարելի է պատրաստել մազերի խնամքի, մաշկի խնամքի, դեմքի ցողանքներ, լոգանքի համար եւ այլ հետաքրքիր կոսմետիկական միջոցների մեջ, այո, սա միտով պատրաստում ենք շատ հետաքրքիր, մեր կյանքին մարդկանց համար օգտակար շատ տարբերակներ։ Սա կթողնենք առանձին թեմա, որպեսզի ամբողջը չխառնենք։ Հիմա տեսեք, գազիկների հետ կապված երեխայի տարբերակով կան այլ պատրաստման տարբերակներ, որը սամիտ չէ։ Մեկ այլ միջոցներ, այն ինչից ենք պատրաստում ինչերից, բայց այս դեպքում այն ինչը գիտենք, այն ինչը հստակ է օգտագործել ենք եւ մինչ այժմ օգտագործում է եւ լիարժեք վաճառում է դեղատներում այս տարբերակը, այն ինչ կա եկեք այն օգտագործենք առավել եւս մեր ձագուկի հայրիկը, մեր կանաչոյի պապան շատ ուշադիր է, շատ զգուշ է, անգամ ամեն րոպե հետևում է ինչ ենք տալիս, ինչ ենք անում, դե իր ուշադրությունը իր ձագուկն է, ինչքան էլ որ իմանալ լիարժեք, այն ինչպես որ ասում են սրտացավ պապա, անհանգստանում է թե ինչ եք պատրաստում, այսպես հումորներ է անում, բայց բնականաբար նորից շեշտում է, այո, այն անվնաս տարբերակն է։ Փորձեք, նորից եմ շեշտում, մի փոքր շաքարավազի առկայության դեպքում որևէ խնդիր չկա, երեխայի օրգանիզմի առողջության հետ կապված որևէ հարց չի կարող վատ իմաստով ունենալ, պարզապես կունենա փոքրիկ քաղցրահանություն երեխային ավելի հաճելի լինելու համար։ Իսկ ինչպես է այն օգտագործվելու քիչ հետո, ես մեր ձագուկին իր գազիկների համար այն տալու ընթացքը կրկին կնկարեմ, կտեսնեք թե ինչպես ենք այն տալիս։ Այո, մեր երեխայի դեպքում էլ նույնպես ունի գազիկներ։ Իհարկե իրականում ինչպես տեսնում ենք, նայում ենք, հետևում ենք, այնքան շատ չէ, նորմալ է, այսինքն լինում են դեպքեր, որ երեխայի մոտ այն ավելի ուժեղ է լինում գազիկների առաջացումը, ավելի տանջալից է լինում կարելի ասել։ Մեր երեխայի դեպքում կան, կարելի ասել միջին չափով, բայց բնականաբար դե կօգնենք, որ դա էլ չլինի։ Ինչպես կտամ, դուք ինքներդ կտեսնեք, ինչպես ենք այն տրամադրելու։ Եվ հիմա ես նախնական մի փոքր կարող եմ ներկայացնել։ Ուրեմն տեսեք, կարող եք կերակրումից հետո տալ երեխային, կերակրումից առաջ տալ երեխային, իսկ ինչ չափաբաժնով, հիմա ես ձեզ ցույց կտամ։ Այնտեղ ունենք փոքրիկ գդալիկ, որը հենց մանկական կարելի է ասել 1 րոպե ցույց տամ, նոր բացատրեմ, թե ինչքան երկար տարիների է այն։ Ահա, այն փոքրիկ գդալը շատ երկար տարիներ է, որ այն իմ ձեռքում է։ Այս տարբերակով կերակրել եմ իմ 2 երեխաներին, հենց իրական չափաբաժին է, 2 գդալ ունեմ այսպիսի։ Եվ դուք կտեսնեք, թե ես ինչպես եմ մեր ձագուկին տալիս սամիտի ջուրը։ Հիմա տեսեք, մեր տարբերակում ես ինչպես կանեմ, ես ասացի չէ, կարող եք սկզբից տալ, հետո կերակրել, կարող եք կերակրել, հետո տալ վերջում, ոչ։ Այս դեպքում ես մեկ կամ մի փոքր ավել չափաբաժինը, եթե պետք է տայի մեկ անգամ, այն կկատարեմ 2 բաժնով, այսինքն կես մասով կտանք սկզբից մինչ կերակրելը, ինքը կաթը ուտելուց հետո նորից կստանա մյուս կես բաժինը, որպեսզի լինի սկզբից եւ հետո։ Այս դեպքում իր մարսողության ընթացքում չի թողնի առաջանան գազիկներ, կամ լինելու դեպքում կլինեն այնքան թույլ, որպեսզի տանջալից չլինի, քնի ժամանակ անհանգստություններ, լաց, տնքոց, հենց այդ գազիկների խնդիրն են, որը էլ ավելի արդյունավետ կօգնի։ Այսինքն կարող եք քիչ չափաբաժին ինչ որ կտամ դուք կտեսնեք սկզբից, մի փոքր սկզբից շատ քիչ տալ, կերակրումից հետո նույն քիչ չափաբաժինը շարունակել, ընթացիկ դուք կտեսնեք։ Եվ այսպես, ամբողջը թրմվելուց հետո, որ ամբողջը կսարի, կտեղափոխեմ առանձին տարայի մեջ, որպեսզի փակենք, այդպես մենք պահենք, օգտագործենք, որը քիչ անց կտեսնենք։ Հիմա ես կգտնեմ հարմար տարավ, մինչև ամբողջը կսարճի, եւ մեր սամիթի ջուրը արդեն կտեղափոխենք այնտեղ, ընթացիկ կտեսնենք ինչ ենք անելու։ Մի փոքր եկեք խոսենք ինչի մասն է խոսքը, այսինքն ինչ են գազիկները։ Երեխայի կյանքի առաջիկա ընթացքը, այսինքն ծնվելու պահից մինչև 3, 4, 5, 6 ամսական, նայած ինչքան կտևի նորածին երեխայի մոտ, այսինքն այդ խիստ գազիկային ընթացքը, ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ Երեխան մինչ ծնվելը բնականաբար իր մայրիկի փորիկի մեջ ինքը չի սնվում, հա, ինքնուրույն իր աղիքները այդպես չեն գործում, ինչպես ծնվելուց հետո արդեն կերակրվում է կաթով եւ դեռ սովոր չէ այդ գործընթացին։ Բնականաբար ծնվելուց հետո իր աղիքները սկսում են աստիճանաբար աշխատել, գործել, այնտեղից դուրս գալ պտղաջրերը, ինչը որ ինքը իր մայրիկի փորիկի մեջ կուլ է տվել, բոլորս գիտենք դա այդպես է, իսկ ինչից են բաղկացած պտղաջրերը, անհարմար չէ, վատ չէ, որ իրականում մենք ներկայացնենք, որտեղ համացանցում կրկին կա կարող եք դիտել, այնտեղ ամբողջն է, բացի մայրական պտղաջրերից, այնտեղ նաև իր արտաթորանքն է, բնականաբար երեխայի մարսողական օրգանները արդեն աշխատում են իր մայրիկի փորիկի մեջ, տեսեք, ինքը կուլ է տալիս այդ պտղաջրերը եւ իր արտաթորանքը, այդ ամբողջը բնականաբար մի փոքր տարօրինակ ընթացք է, քանի դեռևս չի ծնվել երեխան։ Ծնվելուց հետո անմիջապես սնվելու ընթացքում իր աղիքները աստիճանաբար պետք է սովորեն
գործեն, աշխատեն, այսինքն իրենք սովորեն նաև կյանքի ընթացքին ինչպես է այսուհետև այդ ամբողջ համակարգը որպես մարսողական օրգաններ մինչև անցնի ընդհանուր բնականոն կյանքին ինչպես բոլորս մենք մարդիկ, այսինքն այդ ընթացքում գազիկների կուտակում, դժվարամարսություն, դժվար է դուրս գալիս կամ հակառակ փորձություն է լինում, այսինքն կարգավորման ընթացքն է։ Նաև հիմնականում գազիկները առաջանում են այս տարբերակով, կերակրելու ուտելու ժամանակ ցանկացած տարբերակով որ դուք տեսնեք ուշադիր լինեք, այո, այդպես է, ինքնուրույն լինում է, որ երեխան ուտելու հետ միասին նաև կուլ է տալիս օդային զանգված, որը հենց առաջացնում է գազիկներ։ Երեխայի կյանքի սկզբի օրվա պահից մինչև այդ ժամանակահատվածը ամբողջը հարմարվելու գործընթացն է, որպեսզի իր մարսողական համակարգը, աղիքները սկսեն բնականon գործել, գալ, հասնել իր իրական տեմպին։ Ինձ թվում է ամենահասկանալի է, ընթացիկ ելի ինչ-որ բաներ կլինեն կներկայացնեմ, հա, իմիջիալոց կապ ունի նաև սնունդի հետ, բնականաբար այդ ընթացք մենք տալիս ենք միայն մայրական կաթը կամ այն կաթերը, ինչը որ նախատեսված է, եթե երեխան կրծքով չի սնվում, Ավել սնունդներ բնականաբար 90% բացառված է այդ ընթացքում, ինչի համար 90%։ 10% տարբերակը ես իմ կողմից շեշտում եմ, փորձված է, ապացուցված է, որևէ խնդիր չկա, այսինքն չի նշանակում ծնված պահից դուք տակ իմ ասած 10% տարբերակը ինչ-որ մի բան երեխային, բայց ընթացիկ ես ինքս իմ երեխային 2-3 ամսական տարբերակով բացի կաթը, կաթի հետ միասին հավելյալ սնունդ չէ։ Հիմա տեսեք ինչ եմ ասում, ինչի մասն է խոսքը։ Այո, որպես վիտամինային հավելում, միայն գազարի եւ խնձորի հյութը շատ քիչ բաժնով, քանի որ երեխայի օրգանիզմի համար հենց գազարը եւ խնձորը միայն այդ երկու բնական հումքերի հյութը իրական վիտամիններ են, որը 2-3 ամսականից, այո, ես օրվա մեջ 1 անգամ Այս փոքրիկ գթալը ինչպես դուք տեսաք, չափաբաժնով բնականաբար կեսը գազարի հյութներ, կեսը խնձորի, ես ամեն օր տվել եմ 2-3 ամսականից, կրծքի կաթի հետ միասին։ Եվ անմիջապես այն հավելումները, վիտամինները, որ ինչը նշանակում են, տալիս են, հիմա են արդեն նշանակում ավելի շատ, փոխարինում է դրան, կարելի է նա չտալ կամ եթե անգամ վիտամիններ տալ, իսկ այդ տարբերակը վիտամին է։ Ես շատ հանգիստ տվել եմ 2-3 ամսականից եւ շատ լավ է անդրադարձել իմ երեխաների վրա։ Հիմա մեր երեխայի տարբերակով մանկաբույժը նշանակել է օրվա մեջ 1 անգամ 1 կաթի որևէ վիտամին ընդհանուր զարգացման համար։ Պարզ է, հասկանալի է, տալիս ենք բայց ինձ համար առավել եւս պարզ է 2-3 ամսականից իհարկե վիտամինը ցանկալի է կտանք թե ոչ, բայց գազարի եւ խնձորի հյութի այդ կաթիլները նույն հավասար է եւ մեկ բան էլ առավել է այդ վիտամիններին ինչը նշանակում են մանկաբույժները։ Ամենայն դեպս երկու տարբերակով է ճիշտ է, որևէ խնդիր չկա։ Իսկ հավելյալ սնունդ բնականաբար դեռևս չի կարելի երեխային ընդհանրապես։ Եթե ծնվում է կրծքով կամ իր վերաբերվող որևէ փոշի կաթով, այնտեղ այլ ոչ մի բան չի կարելի, որպեսզի աղիքները ճիշտ գործեն, աշխատեն, ճիշտ կարողանան մարսողությունը կատարվել, այլ խնդիրներ չառաջանան։ Հենց գազիկները կամ փորլուծություն կամ փորկապություն ինձ թվում է ամենապարզը։ Դե ինձ սիրելի հետևորդներ, համարձակ պատրաստեք, որևէ խնդիր չկա։ Հիմա այն ամբողջը կսարճի, կտեղափոխենք տարայի մեջ եւ կտեսնենք այն ինչպես է պետք երեխային տալ։ Գնացինք։ Վայրեմ ջան, ինձ կտա գրում։ Կարեն ջան, սուս մնա վիդեո ենք նկարում։ Նայ, կոպի զարակցում ա։ Ջան, մերրեմ կյանքի։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան։ Դե սիրելի հետևորդներ ջան, մեր սամիթի ջուրը արդեն թրմված է, պատրաստ է։ Հիմա ինչպես ենք անցկացնում ցանցով, վերցնում ենք միայն ջուրը, այս ընթացքը կտեսնեք, տեղափոխում ենք հարմար տարայի մեջ, այնուհետև տալիս ենք երեխային, ինչպես հիմա կտեսնենք։ Եկեք գործողությունը կատարենք։ Դե ինչ, արդեն պատրաստել եմ առանձին հարմարավետ տարա, որտեղ պետք է հետագայում ավելացնեմ պատրաստի սամիթի ջուրը, ապա սովորական ցանցով ամբողջ եփուկը արդեն սառած վիճակով քամում եմ, դուրս եմ բերում միայն հեղուկ զանգվածը։ Այսինքն մենք արդեն ունենք մեր սամիթի ջուրը պատրաստի, մեկ բաժակը դերևս տեղափոխում եմ տարայի մեջ, Եվ ահա ունենք առայժմ մեզ համար մեկ չափաբաժին սամիթի ջուրը, որը շուտով փոքրիկ հարմարավետ գթալով անպայման կխմեցնեմ երեխային իր գազիկների համար։
Իսկ մյուս երկրորդ բաժակը դերևս կտրատած սամիթի հետ տարայի մեջ իր վրա ավելացնում եմ կրկին եռացված ջուր, թողնում եմ մնացածը կրկին թրմվելու։ Եվ այսպես, հիմա մեկ փոքրիկ գթալ, ընդամենը մեկ քանի կաթիլ կխմեցնեմ երեխային, որից հետո կուտի կաթիկը, այնուհետև վերջում կրկին ուտելուց հետո եւս կխմեցնեմ մի քանի կաթիլ, այսքանը բավարար է։ Եվ ահա կերակրվելուց հետո տալիս եմ վերջին մի քանի կաթիլը եւ այսօրվա համար բավական է։ Դե էստեղ էլ այսպես, ովքեր չգիտեն, մեր հրաշ Կարենչոն, մեր կյանքի ուրախությունը եւ իմաստը, տեսեք ինչ լավիկն է։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, ինչպես տեսաք, մեր չարաճճին, մեր կյանքի ամենակարևոր իմաստին ներպեսքի Կարենչոին տվեցինք սամիթի ջուրը։ Տեսեք ինչ հրաշք կա, փափլիկ թաթիկները։ Իմիջիայլոց ասեմ, որ ինքը հիմիկվանից չարաճճի է, իր տարիքին ոչ համապատասխան այնքան հետարքիր ակտիվություններ է ցուցաբերում, մեզ համար զարմանալի է, բայց իհարկե շատ ենք ուրախանում։ Դե ինչ, պատրաստեք, ինքներդ օգնեք ձեր նորածին երեխաներին, կտեսնեք ինչքան գոհ եք լինելու։ Աստված առողջություն տա բոլորիս, դե ինչ։ Իսկ մեռում իրա կյանքին, մեր փոքրիկ չարաճճի Կարենչոն։ Դե ինչ սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ թիվ շատ հետաքրքիր օգտակար խորհուրդներով, տարբեր թեմաներով, ինչը ձեզ կհետաքրքրի։ Այնտեղ գրեք կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, ինչն է ձեզ հետաքրքրում։ Եվ այսպես, սամիթի ջուր։ Եվ վերջում ավելացնեմ, որ այն կարելի է պահել սառնարանում ընդամենը 3 օր։